Պարոն Թևանյան, երեկ Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրեց պետական դավաճան լինելու մեջ, նա ասաց, որ ԱԾ-ն դիմելու է հաղորդում ներկայացնելու քննչական կոմիտեը, համապատասխան քրեական գործընթացները լինեն։ Պարոն Թևանյան, դեռ եկեք պետական դավաճան ասելով ըստ իրավապահների կամ ըստ նրանց, ինչպես է դրսևորվել պետական դավաճանությունը ձեր կողմից, ինչի մասին է խոսքը ընդհանրապես գնում։ ԱԾ-ից, քննչական կոմիտեից, ձեզ հետ կապվել, չեն կապվել, վերջո ձեզ հետ կապված քրեական պրոցեսները լինելու, ինչ-որ բան ասել են, չեն ասել, ծանոթացել են, եկել են ձեր հետևի շին, եկել չգիտեմ, և դուք ենթադրում եք ձեզ կանոնավորելու են, չեն կանոնավորելու, և վերջին հարցը, ինչպես է գնահատում, որ Արցախի մեջ գտնվող Փաշինյանը հազարարական է տալիս իրավապահներին, կարծես այսպես ազգակ տալով նաև դատարաններին, որպեսզի ձեր վերաբերյալ բարոյներ լինեն, ձեզ բանտ նստեցնեն։ Ես արդեն նշեցի, որ պետական դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, ինձ հետ կապված ոչինչից տեղյակ չեմ և չի կարող տեղյակ լինել, որևէ հարց այդ թեմայով չի կարող լինել, ինքը ապօրինություն է արել հենց հանրահավաքի ժամանակ ցույցումներ տալով, բայց դա իր պարագայում նորություն չէ, մարդը դատարանները շրջափակում էր ապօրինաբար, իդեպ դրա համար էլ է դատվելու և նաև սահմանադրական դատարանի վրա էր հարձակվել, դրա համար էլ է դատվելու, ինքը բազում հոդվածներ է շարունակել ու այս դեպքում ինքը կարելի ասել գործում է սերիական մարդասպանի տրամաբանությամբ, այսինքն քանի որ գիտի, որ արդեն վերջ, եթե ինքը իշխանությունից զրկվեց և չհասցրեց ճողոպրել, ինչպես որ տարբեր դեպքերում եղել է իր պարագայում, ինքը պետք է արդեն պատասխան տա Հայաստանի դատարանի առաջ։ Ինձ հետ կապված ես որևէ տեղեկատվություն չունեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ պրոցեսներ սկսելու են, երևի հիմա գործը կարում են, վերակարում են, մտածում են ինչ անեն, բայց այնքան սպիտակ թելերով է լինելու այդ ամեն ինչը, որ ուղղակի մարդիկ տեսնելու են, թե ինչպիսի հանցավոր և ճղճի իշխանության հետ գործ ունեն, որովհետև ինչ, բայց ինձ նման մեղադրանք ներկայացնելը ես իրեն մարդկայնորեն չեմ ներելու, բացի իրավաքաղաքականից ես ասեմ, որ դա ճիշտ ասած իր պարագայում հակառակ իմաստով է աշխատելու, դա յուրօրինակ օրհնություն է, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե իրականում ով է ազգային պետական շահի տիրույթում կանգնած, իսկ ով է իրական պետական դավաճանը։ Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ տեքստով բացահայտ հայտարարում է, որ պաշտպանում է այս ճարիքին։ Մակրոնը գալիս է և խայտառակ միջամտություն է իրականացնում Հայաստանի ներքին կյանքին, այդ դեպքում, երբ որ նույն Ֆրանսիայի ներսում ինքը բավական ցածր վարկանիշ ունի 1 և երկրորդը դա ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, որը մեր օրենսդրությամբ էլ է արգելված և նաև միջազգային պրակտիկայով ընդունված չէ, թեև այսօրվա Եվրամիության որոշ ղեկավարների վարքագիծը ցույց է տալիս, որ այդ առումով պետք չի զարմանալ, իրենք խայտառակ ձևով միջամտեցին Մոլդովայի ընտրություններին, ուզում էին միջամտել Բելարուսի ընտրություններին, Վրաստանում 2008-ին արեցին քայլեր, որով բերեցին նրան, որ Վրաստանն ու Ռուսաստանը մշտապես պրոբլեմներ ունենան և դառնան մանրադրամ, Վրաստանի այսօրվա իշխանությունները չեն վարում Սաակաշվիլու քաղաքականություն, դրա համար քննադատության են ենթարկվում Եվրամիության հետ գլոբալիստական և հակազգային իշխանությունների շրջանակների կողմից, Վրաստանը խուսափեց մանրադրամային քաղաքականությունից, բայց Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան։ Ցավալին այն է, որ Արևմուտքի այդ շրջանակների ծրագիրը դա նշանակում է ուղիղ Թուրքիայի ազդեցության աճ Հայաստանում։ Ռազմաբազայի հեռացումից Հայաստանի դաշնակիցների զրկվելուն հաջորդած այդ գործընթացներին հետևելու է թուրքական զորքերի ներխուժումը։ Թուրքիան ոչինչ չի խանգարել, որպեսզի ինքը մտնի Իրաք, մտնի Կիպրոս, մտնի Սիրիա, և հիմա ընդամենը մի փոքրիկ գործոն է մնացել, որ Հայաստանը չենթարկվի ասպատակության, դա
ռուս-իրանական հաշվեկշռի արդյունքում է, որ մեր պետությունը դեռևս գոյություն ունի։ Շատերին թվում է, որ ՄԱԿ-ով ճանաչված Հայաստանի Հանրապետությունը ամեն դեպքում կմնա քարտեզի վրա, բայց այս իշխանության վարած քաղաքականության դեպքում մենք կարող ենք ունենալ մի վիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը արժանանա Արցախի ճակատագրին։ Կարող է անունը այդպես մնա, կամ կարող է փոխեն լկտիաբար Արևմտյան Ադրբեջան դնեն, բայց Նիկոլ Փաշինյանի ծրագիրը պետք է նայել իր անձնական պրիզմայի տեսանկյունից։ Ինքը իր կաշին է ուզում փրկել, ինքը հասկանում է, գիտի թե ինչ է արել եւ գիտի թե ինչ է ուզում անել։ Հիմա մտածում է կամ ես մինչև սերիական մարդասպանի տրամաբանությամբ պետք է գնամ ու զոհաբերեմ հիմա արդեն ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ Արցախը զոհաբերեց, եւ փրկեմ իմ կաշին, հետո կորոշի փախնել Անկարա, Բաքու, Փարիզ կամ Կանադա, ասենք, դա արդեն երկրորդական հարց է տվյալ դեպքում, ինքը այդ ուղղությամբ է գնում, այսինքն ինքը պետական դավաճանության բեռը շալակին կատարում է քայլեր, որոնք իրեն բերելու են մի վիճակի, երբ որ պարզ չի դառնալու, թե իր ճակատագիրը ինչպիսին է լինելու, բայց ինքը ուզում է փրկվի։ Ինքը ուզում է փրկվի, այն ինչ որ ձեռք է բերել պահպանի, այսպես։ Մենք այդ պրիզմայով պետք է նայենք։